Շնորհակալություն, տիկնայք եւ պարոնայք, քննարկում ենք վերջին շրջանում տեղ գտած բռնությունները եւ ես կարող եմ ասել, որ մոտավորապես մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում վարկած եմ առաջ քաշել, որ այս բռնությունների հրահանգավորումը անում է անձամբ Սերժ Սարգսյանը։ Ես գիտեմ, որ հիմա կասեն, որ անմեղության կանխավարկած է խախտվում, բայց գիտեք, ընդհանրապես անմեղության կանխավարկածը անձեռնմխելի է այն երկրներում, որտեղ կա նորմալ իրավապահ համակարգ, որը բոլոր վարկածները խորությամբ քննում է եւ համոզիչ ձևով հանրությանը ցույց է տալիս, թե որ վարկածն է իրականությանը համապատասխանում եւ որ վարկածը չէ։ Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոստիկանության պետի տեղակալը հայտարարում է լրագրողների հետ ունեցած զրույցում մեջբերում եմ։ Այս երկրում ես չեմ գցել։ Պարոն Հարությունյանն է երևի գցել։ Այս երկրում ով էլ լինի, ես մեջբերում եմ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի հայտարարությունը։ Այս երկրում ով էլ լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևէ մի բան ուզենա ասել, դեռ հələ չասել է, հələ մի հատ ուզենա ասել։ Ականջները կկտրեմ շան թուլի պես։ Մեջբերման ավարտը։ Հիմա այս իրավապահ համակարգը պետք է քննի բոլոր վարկածները, ու հիմա այս իրավապահ համակարգի, քանի դեռ Երանոսյանը իր այս հայտարարության համար պատիժ չի ստացել, ինչ անմեղության կանխավարկածի մասին է խոսքը։ Իրավապահ համակարգ չկա, մենք պետք է վերլուծություններով հասկանանք, թե մեր երկրում ինչ է տեղի ունենում, որովհետև այո, տեղի ունեցողը մտահոգիչ բան է։ Հիմա ուրեմն հարցը առաջանում, ասում են Սերժ Սարգսյանը ինչին է պետք ընդհանրապես, որպեսզի նման բռնություններ հրահանգավորի եւ իրավիճակը շիկացնի։ Սրա համար կա շատ պարզ բացատրություն, շատ պարզ պատասխան։ Սա անհրաժեշտ է ցույց տալու համար, որ ինքը տիրապետում է իշխանությունը, որ ինքը ռեալ իշխանություն է։ Որովհետեւ պատկերացրեք, այն քաղաքական թիմը կամ եթե դա կարելի է անվանել ոչ թե քաղաքական թիմը, այն մարդիկ, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների գնդակահարելով Սերժ Սարգսյանին բերել են իշխանության, այդ թիմի համար լինել իշխանություն նշանակում է ունենալ բեսպրիձել կերտելու իրավունք։ Այս մարդկանց մոտ հարց է ծագում, բա մենք այսքան տվինք, սպանեցինք, սամասուդարին, այսքանի ամիս է, այս ինչի որևէ մեկին սամասուդ չեն անում։ Այսքան էլ բան են ասում, քննադատում են, խոսում են, այս որ սամասուդ չենք անում, կարող է մենք այլևս իշխանություն չենք։ Կարող է արդեն վախում ենք, կարող է արդեն կորցնում ենք իշխանության վրա տիրապետումը եւ իշխանության լծակները։ Եվ ահա, այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանը ընդհանրապես ցույց է տալիս, որ ինքը շարունակում է մնալ իշխանություն, որովհետև ինչպես ասացի, նրանց պատկերացմամբ իշխանություն լինել նշանակում է ինչ ուզում ես անել, ում ուզենաս ծեծես, ում ուզենաս խփես, ում ուզենաս քաց ու տակ տաս, ու ընդհանրապես ինչ ուզենաս անես ու չպատժվես։ Ահա սա շատ կարևոր արձանագրում է այս իշխանության համար։ Եվ ընդ որում սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե սա միայն ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստների դեմ է ուղղված։ Ես դες ասեմ, սա նաև հանրապետական հենց խմբակցության դեմ է ուղղված։ Որովհետև ես կարող եմ հանրության համար մի հատ սենսացիոն բացահայտում անել, ես քանի տարի արդեն շուտով կլինի 3 տարի, որ ազգային ժողովում եմ, ես ասեմ, որ շփվելով ինձ համար կարևոր արձանագրում եմ արել, որ հանրապետական խմբակցությունում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր երկրի խնդիրները խորությամբ հասկանում են, խորությամբ։ Ու նրանք որ այս սամասուդի բանը կտրվում է, այս շղթան կտրվում է, այդ մարդիկ սկսում են կարծիքներ արտահայտել, քննադատել, հարցերը բարձրացնել, ասել Ժողովուրդ ջան, բայց ճիշտ են ասում, այս ինչ ենք անում։ Ու շատերը հարց են տալիս, ասում են մի քանի, ասենք падգամավորներ կա, Սերժ Սարգսյանն այդ մարդկանց խիա բերել ազգային ժողով, չի զգում, որ վարկաբեկում են ամբողջ падգամավորական ինստիտուտը։ Ոչ այդ մարդկանց բերել ազգային ժողով, որ առաջին հերթին իր հենարան հանդիսացող քաղաքական ուժը տերորի տակ լինի միշտ։ Իմանամ մի բան սենց չանեն, ոչ միայն այդ Արամ Մանուկյանին պատժեզդում հարցակվում ծեծում են։ Բայց հանրապետական խմբակցության մի անդամ մեկը մի բան չանի, պատժեզներում կգյուլեն ու դուք դա բոլորդ գիտեք։ Ոչ մեկը ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մեհերյանից լավ տղա չլինի։ Էս է ամբողջ իրականությունը։
Ու սա արվում է բոլորի դեմ, բացարձակ կապ չունի հանրապետական, դաշնակցական, կոնգրեսական, քաղաքացիական ակտիվից։ Ոնց որ ասում են նիրի պեսյա, նստեք հանգիստ տեղները։ Ուրեմն ոնց կասեմ, նենց էլ կասեք։ Հանկարծ մկներով է չանցի, որ վարկային համաձայնագիր քննադատեք, չգիտեմ կոռուպցիա քննադատեք, թալան քննադատեք, նստեք տեղներդ։ Եվ այո, եւ այստեղ կան падգամավորներ, որ մեր վրա են գորգորում, այդ ձեզ են ցույց տալու, նստեք, իրանք գիտեն, որ մեզ ոչ մի բանով չեն կարող վախեցնի։ Մենք բանտովել ենք անցել, մարդասպանությունների միջով ենք անցել, ամեն ինչի միջով անցել ենք, մեզ հնարավոր չի վախեցնել։ Այդ ձեզ են վախեցնում։ Հանրապետական խմբակցության այն մարդկանց են վախեցնում, ովքեր խորապես գիտեն, թե որ այս երկիրը սխալ ճանապարհով է գնում, որ շարունակեն։ Եվ հիմա հարց է ծագում, բայ ինչի են այս հայտարարությունը ընդունում։ Շատ պարզ պատճառով, որովհետև այս հետաքննությունները երկու տարբերակ կա, կամ ընդհանրապես չի բացահայտվում, կամ էլ նենց է բացահայտվում, որ ավելի լավ է չբացահայտվել։ Ասենք օրինակ 2008 թվականից ես հաշվեցի մի 15-ից ավել դեպք ունենք, որ քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկելու քաղաքական ակտիվիստներին, որոնք չեն բացահայտվել։ Բայց ես օրինակ մի դեպք գտա, որ բացահայտվել է, լրագրող, հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ տեղի ունեցած հարձակումը պատկերացրեք բացահայտվեց։ Եվ ինչ պարզվեց այդ հետաքննության արդյունքում։ Պարզվեց, որ ազգային ժողովի падգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ, բացարձակ ոչ մի կապ չունի։ Եվ պարզեց սա հետաքննությունը։ Հիմա Արամ Մանուկյանի դեպքի հետաքննությունը կպարզի, որ ազգային ժողովի падգամավոր հանրապետական խմբակցության Առաքել Մովսիսյանը ոչ մի կապ չունի այս միջադեպի հետ, բացարձակ ոչ մի կապ չունի։ 2000 իսկ այդ մարդը, որ հարձակվել է Արամ Մանուկյանի վրա, 2010 թվականից հետաքննության տակ է ադամանդներ Մաքսանենք ճանապարհով ներկրելու համար Հայաստանում։ Մաքսանենգության հոդվածով մարդու դեմ քրեական գործ է հարուցվել, մի օր կալանքի տակ չի անցկացվել, մի օր։ Ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման, մի օր չի նստի, ազատ է արձակվել համաներմամբ։ Սենց բան կարա տեղի ունենա միայն իշխանության բարձրագույն հովանավորություն ունեցող մարդու հետ։ Եկեք գնանք Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Խանութից մի հատ տվառոք գողացողը տարիներով կալանքի տակ է։ Իսկ Մաքսանենք 60 միլիոն դրամի մարդը Մաքսանենք ճանապարհով Դուբայից Հայաստան բանը ադամանդ է ներկրել։ Ու մի օր չի նստել, էդ էլ խի են բռնել, երևի հաշիվների մեջ խաբել է, մի 10 միլիոն քյաֆ է մտել, դատել են բան են արել, մինչև այդ 10 միլիոնը բերի հետ տա։ Հիմա ակնհայտ է դարձնում, այս ամեն ինչը բանական պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունը եւ իշխանության վերնախավի ներկայացուցիչները կանգնած են այս բռնության, հասկանամ հայ հեղափոխական դաշնակցության մտահոգությունները, որովհետեւ բազմաթիվ մարդկանց ճանաչում եմ, գիտեմ նրանց։ Ես նույնիսկ կարող եմ հասկանալ հանրապետական խմբակցության բազմաթիվ անդամների մտահոգությունը այս հարցով, ու ես համոզված եմ, դա անկեղծ մտահոգություն է, բայց պետք է բացատրություն լինի իշխանությունը ինչի է համաձայնվել, որ այսպիսի հայտարարություն ընդունվի խորհրդարանական մեծամասնության կողմից, որ ցույց տան ասեն, տեսեք, որ մենք իրականում կապ չունենք, որովհետև չկա ուրիշ որևէ փաստար, որ ցույց կտա, որ իշխանությունը կապ չունի տեղի ունեցող բռնությունների հետ։ Այս հայտարարությունը դառնալու է միակ փաստաթուղթ։ Բայց հանուն արդարության ես ուզում եմ եւս մի այսպիսի շեշտադրում անել։ Ընդհանրապես այս քաղաքական իրադարձություններին իմ արձագանքը հետեւյալն է։ Ես բոլոր իմ միակ արձագանքը եղել է հետեւյալը՝ ոչ բռնությանը։ Ընդհանրապես դա պետք է լինի կանոն, ոչ բռնությանը։ Բայց ես ինչպես չգիտեմ, այս տարի էր թե անցած տարի էր հրաժարվեցի մի քանի կոնկրետ անձանց հետ միասին 1 րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը, այնպես էլ դրա պատճառով մի քանի կոնկրետ անձանց հետ չեմ կարող ընդունել հայտարարություն ընդդեմ բռնության, որովհետև գիտեմ, որ նրանք ոչ միայն այսօր երկոնը դուս են գնալու, կարող այսօր մեկը պատժեզնում ծեծվի, էլի նույն հրահանգը տալու են։ Եվ հանուն արդարության մի բան եմ ասում, այստեղ քաղաքական ուժեր կան, որոնց ներկայացուցիչները տարիներ շարունակ տասնյակ մարդկանց սամասուդ են արել պատժեզներում, կաֆեներում, ասենք ինչ որ բառ սխալ ասելու, ինչ որ մեկի մականունը արտասանելու համար, սամասուդ են արել։ Ու հիմա այդ մարդիկ ասում են, վայ, ոնց կարելի է Երանոսյանը այդ ինչա ասել, այդ ինչա ասել։
Դուք նույնն եք արել սկզբունքորեն։ Ես նաև այդ մարդկանց հետ չեմ կարող ընդդեմ բռնության հայտարարություն ընդունել։ Շնորհակալություն ուշադրության համար։